Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք ձեր ամենասիրած ու ամենաշատ կիրառվող դարեր շարունակ դեղերից մեկի մասին՝ ասկոֆենի։ Պարզենք, թե ինչ է ասկոֆենը, ինչի համար ենք կիրառում եւ արդյոք այն անվնաս է։ Ասկոֆենը համակցված ցավազրկող եւ ջերմիչեցնող դեղամիջոց է, որը լայնորեն կիրառվում է թեթև եւ միջին ուժգնության ցավերի դեպքում։ Այն չի բուժում հիվանդության պատճառը, այլ օգնում է թեթևացնել ախտանիշները, նվազեցնելով ցավը, մարմնի բարձր ջերմաստիճանը եւ որոշ դեպքերում նաեւ բորբոքային երևույթներ։ Ասկոֆենի արդյունավետությունը պայմանավորված է նրա 3 ակտիվ բաղադրիչներով՝ պարացետամոլ, ացետիլսալիցիլատ 2 կամ ասպիրին եւ կոֆեինի համակցմամբ, որոնք լրացնում են միմյանց իրենց ազդեցությամբ։ Այս համակցումը կիրառվում է բազմաթիվ երկրներում եւ համարվում է արդյունավետ տարբեր ծագման ցավերի բուժման համար։ Ասկոֆենի մեկ դեղահաբը պարունակում է պարացետամոլ 200 մգ, ացետիլսալիցիլատ 2 200 մգ եւ կոֆեին 40 մգ։ Պարացետամոլը հիմնականում նվազեցնում է ցավն ու մարմնի ջերմաստիճանը։ Ացետիլսալիցիլատ-ն ոչ միայն ցավազրկող եւ ջերմիչեցնող ազդեցություն ունի, այլ նաեւ որոշ չափով նվազեցնում է բորբոքումը, բայց թեթև։ Կոֆեինը, որն առանձին վերցված մեծ դեղաչափերով խթանիչ ազդեցություն ունի, այս դեղամիջոցում պարունակվում է փոքր քանակներով եւ հիմնականում նպաստում է մյուս երկու բաղադրիչների ազդեցության ուժեղացման համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի ավելացումը կարող է բարձրացնել ցավազրկող ազդեցությունը, հատկապես գլխացավի եւ միգրենի դեպքում։ Ինչպես է գործում ասկոֆենը։ Ասկոֆեն դեղամիջոցի ազդեցությունը պայմանավորված է 3 բաղադրիչների համատեղ աշխատանքով։ Ացետիլսալիցիլատ-ն նվազեցնում է օրգանիզմում պրոստագլանդիններ կոչվող նյութի առաջացումը։ Այս նյութերը պատասխանատու են ցավի, բորբոքման եւ ջերմության առաջացման համար։ Երբ դրանց քանակը նվազում է, մարդը զգում է ցավի, ջերմության եւ բորբոքման թուլացում։ Պարացետամոլը ազդում է հիմնականում գլխուղեղում գտնվող ջերմակարգավորման եւ ցավի կենտրոնների վրա, ինչի շնորհիվ արդյունավետորեն իջեցնում է ջերմությունը եւ թեթևացնում է որոշակի աստիճանով ցավը։ Կոֆեինը բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, նվազեցնում է հոգնածության զգացողությունը եւ ուժեղացնում է պարացետամոլի եւ ասպիրինի ցավազրկող ազդեցությունը, այսինքն կարծես խթանում է ավելի լավ ազդելուն։ Այդ պատճառով ասկոֆենը հատկապես հաճախ օգտագործվում է գլխացավերի ժամանակ եւ բավականին լավ ազդեցություն է ունենում։ Երբ կարելի է կիրառել ասկոֆենը, այն խորհուրդ է տրվում օգտագործել, եթե առկա է թեթև կամ միջին ուժգնության ցավեր, օրինակ գլխացավ, միգրեն, ատամնացավ, մկանային ցավ, հոդացավ, նևրալգիա, դաշտանային ցավ, մրսածության կամ գրիպի ժամանակ բարձր ջերմություն եւ մարմնի այլ տեսակի ցավեր։ Եթե ցավը շատ ուժեղ է կամ երկար ժամանակ չի անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ այդ դեպքում միայն ցավազրկող ընդունելը կարող է թաքցնել հիվանդության իրական պատճառները եւ ուղղակի ժամանակավոր ունենալ լավ զգացողություն։ Երբ չի կարելի կիրառել ասկոֆենը, չնայած ասկոֆենը վաճառվում է որպես առանց դեղատոմսի բաց թողնվող դեղ, սակայն այն չի կարելի կիրառել որոշակի դեպքերում, երբ մարդն ունի ստամոքսի կամ 12 մատնյա աղիքի ակտիվ խոց, ստամոքսային արնահոսություններ, ալերգիա ասպիրինի կամ մյուս բաղադրիչների նկատմամբ, ծանր լյարդային կամ երիկամային անբավարարության նշաններ, ծանր սրտանոթային հիվանդություններ, հղիության վերջին եռամսյակ։ Այս ամենի դեպքում միշտ պետք է խորհրդակցել բժշկի հետ, հասկանալու համար արդյոք կարելի է կիրառել։ Ասկոֆենը նաև խորհուրդ չի տրվում կիրառել մինչև 15 տարեկան երեխաների համար, հատկապես վիրուսային հիվանդությունների ժամանակ, քանի որ ասպիրինը կարող է մեծացնել ռեյեի համախտանիշի զարգացման վտանգը, որը հազվադեպ, բայց շատ վտանգավոր բարդություն է։ Ինչպես պետք է կիրառել դեղաչափը եւ ընդունման կանոնները։ Ասկոֆենը ընդունվում է հաբի տեսքով, ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո, 1 բաժակ ջրով։ Սովորաբար մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 1 հաբ
մեկ անգամ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է ընդունել 1-2 հապ, սակայն կրկնակի ընդունումների միջև պետք է լինի առնվազն 4-ից 6 ժամ ընդմիջում։ Մեկ օրվա ընթացքում չի կարելի ընդունել 8 հապից ավել։ Առանց բժշկի նշանակման ասկոֆենը կարելի է օգտագործել մինչև 5 օր, եթե այն ընդունվում է ցավի պատճառով, մինչև 3 օր, եթե այն օգտագործվում է միայն ջերմությունը նվազեցնելու նպատակով։ Եթե այդ ընթացքում ցավը կամ ջերմությունը չեն անցնում, անհրաժեշտ է դիմել բժշկի պարզելու հիմնական պատճառը։ Հնարավոր կողմնակի ազդեցությունը, որը կարող է հանդես գալ։ Ինչպես ցանկացած դեղամիջոց, ասկոֆենը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, թեև դրանք բոլոր մարդկանց մոտ չեն հանդիպում։ Ամենատարածված կողմնակի ազդեցություններից են ստամոքսի ցավը, այրոցի զգացողությունը, սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտները, ալերգիկ ցանը։ Երկար ժամանակ կամ մեծ դեղաչափերով օգտագործելու դեպքում կարող է վնասվել նաև լյարդը պարացետամոլի պատճառով, մեծանալ ստամոքսի խոցի և արնաղության վտանգը, սա էլ արդեն ասպիրինի պատճառով, ինչպես նաև առաջանալ սրտխփոց կամ անքնություն, սա էլ կոֆեինի պատճառով։ Ասկոֆենը ցանկալի չէ համատեղել ալկոհոլի հետ, քանի որ մեծանում է լյարդի վնասման և ստամոքսի արնահոսության վտանգը։ Պետք է զգույշ լինել նաև, եթե մարդը միաժամանակ ընդունում է արյունը նոսրացնող դեղեր, օրինակ վարֆարին, այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր կամ առանձին պարացետամոլ, որովհետև այլ պարացետամոլ պարունակող դեղամիջոցների հետ հնարավոր է կողմնակի ազդեցությունների հավանականության մեծացում դոզայի ավելացման նպատակով, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ։ Ինչպիսի եզրակացություն կարող ենք անել։ Ասկոֆենը համակցված ցավազրկող դեղամիջոց է, որը պարունակում է պարացետամոլ, ացետիլսալիցիլատ 2 կամ մեր իմացած ասպիրին և կոֆեին։ Այս բաղադրիչների համատեղ ազդեցության շնորհիվ այն արդյունավետ է գլխացավի, միգրենի, ատամնացավի, մկանային և հոդային ցավերի, ինչպես նաև մրսածության ժամանակ առաջացած ցավերի և ջերմության նվազման դեպքում։ Սակայն այն պետք է օգտագործել միայն ցուցումների համաձայն, չգերազանցելով թույլատրելի դեղաչափը և հաշվի առնելով հակացուցումները։ Ճիշտ օգտագործման դեպքում ասկոֆենը համարվում է շատ արդյունավետ և շատ ավելի անվտանգ ցավազրկող, քան մնացածն են։ Եթե հավանեցիք նմանատիպ ինֆորմացիան, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, որպեսզի չկորցնենք իրար։ Առողջ եղեք։